Իր երևանյան մենահամերգի նախօրեին հայտնի շեփորահար Իբրահիմ Մալուֆը Կոմիտասի թանգարան ինստիտուտում էր։ Արդեն 25 տարուց ավելի է, որ հայ ընկերներից լսում է նույն խորհուրդը՝ անպայման այցելել Կոմիտասի թանգարան։ Եվ միայն հիմա թանգարանում անցկացրած երկշամյա այցելությունից ու Կոմիտասին լսելուց հետո է հասկանում, թե ինչու պիտի կայանար Կոմիտասի հետ իր վաղուց սպասված հանդիպումը։ Տպավորություն ունեմ, որ ես հասկանում եմ այն կարևոր առանցքային դերը, որը նա խաղացել է հայ մշակույթի պատմության մեջ, եւ կարծում եմ, որ Կոմիտասի մեջ կա շատ հինավուրց մի բան, որը շատ արմատացած է, շատ խորն է գնում դեպի արմատներ եւ միևնույն ժամանակ այն շատ ժամանակակից ու մոդեռն է։ Մալուֆը, որ նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահները, գործակցել մեր ժամանակների առաջնակարգ երաժիշտների հետ եւ բազմիցս նոմինացվել է Գրեմմիի անվանակարգերում, լիբանանյան երաժշտական ավանդույթն իր շեփորով հասցրել է մինչև Փարիզ, ապա տարածել Եվրոպայով մեկ, հմտորեն օգտագործելով բազմամշակույթ աշխարհի շռայլ բազմազանությունը։ Հիմա Երևանում փաստում է նաեւ հայ-լիբանանյան ընդհանրությունների օրինաչափությունը։ Լիբանանցիներն ու հայերը առնչության շատ եզրեր ունեն, սկսած իրենց արմատներից։ Կարծում եմ, որ այդ ընդհանրությունները գալիս են այն իրողությունից, որ այս երկու երկրներն իրենց պատմական զարգացումների վայրիվերումների ընթացքում շատ են փոխվել եւ ժամանակի ընթացքում տարբեր մշակույթների եւ ժողովուրդների միախառնում է եղել։ Եվ սա մի բան է, որ առանձնահատուկ իմաստավորում է ուղերձներն ու ասելիքը երկու ժողովուրդների դեպքում էլ։ Ոսկե ծիրանի հրավերով Երևան ժամանած եւ կինոփառատոնի ժյուրիի անդամ Մալուֆը կինոյի հետ առնչություններում փորձում է առավելագույն չափով իր երաժշտությունը կինոպատումի օրգանական բաղկացուցիչը դարձնել։ Կարծում եմ, որ երբ կոմպոզիտոր ես, դու առաջին հերթին դարի ականատեսն ու վկայախոսն ես եւ քո մեջ դաջում ես դարի պատկերը, եւ դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ այսօր մենք գտնվում ենք Կոմիտասի թանգարանում։ Կոմիտասը մեզ պատկերացում է տալիս մի ամբողջ դարաշրջանի մասին։ Ես նույնպես փորձում եմ ամենայն անկեղծությամբ դառնալ դարի ականատեսը եւ դա անում եմ նաեւ ֆիլմերի համար գրված իմ երաժշտությամբ, փորձելով երաժշտության միջոցով հուզականորեն ցույց տալ այն, ինչը այդ ֆիլմը վկայում է իր դարի մասին։ Ի թիվս երևանյան կինոտոնի շատ բացահայտումների Մալուֆը Հայաստանից իր հետ կտանի նաև Կոմիտասի հայտնությունը, չբացառելով, որ իր համերգացանկում կներառի նաև Կոմիտաս։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։